2004 թվականին Միացյալ Նահանգների ռազմական հետազոտությունների DARP գործակալությունը ինքնավար մեքենաների ստեղծման մրցույթ անցկացրեց։ Չնայած ճանապարհի պարզունակ խոչընդոտներին եւ ազատ երթևեկությանը, նոր փոխադրամիջոցներից որևէ մեկին չհաջողվեց հասնել վերջնակետին։ 12 տարի անց անվարորդ տեխնոլոգիաները այնպես են առաջադիմել, որ արտադրողները այժմ մեքենաները փորձարկում են խիտ երթևեկությամբ իրական ճանապարհներին, փորձելով հասնել բացարձակ անվտանգության մակարդակի։ Եթե հնարավոր էր ստեղծել այնպիսի խելացի մեքենա, որը ինքնուրույն է ընթանում, ապա հնարավոր է նաև այն ավելի ապահով դարձնել։ Անվտանգությունը միշտ եղել է մեր առաջնահերթությունը։ Google-ի տվյալներով փորձարարական ինքնավար իր մեքենաները մի քանի անգամ հայտնվել են վթարային իրավիճակներում։ 2014 թվականին վթարներ պատահել են յուրաքանչյուր 1300 կմ/1, մինչդեռ անցյալ տարի այդ ցուցանիշը նվազել է մինչև 8500 կմ/ի։ Թերևս հարցը միայն այն վտանգությունը չէ։ Արտադրողները նաև պետք է համոզված լինեն, որ սպառողները պատրաստ են բաց թողնել ղեկը իրենց ձեռքից։ Մենք չենք ձգտում իրադարձություններն արագացնել, հաճախորդը պետք է պատրաստ լինի նորամուծությանը, իսկ դրա համար ժամանակ է հարկավոր։ Չվերահսկվող կառավարմանը վարորդները կարող են ընտելանալ մեքենավարման նմանակի եւ վիրտուալ իրականության ակնոցների օգնությամբ։ Որոշ ավտոմեքենաներ արդեն իսկ զինված են DARP գործակալության մրցույթից հետո ստեղծված սարքերով, ինչպիսիք են լազերային զգայակները, տեսախցիկները, նախազգուշացնող լույսերը եւ այլն։ Հետազոտողների խոսքերով, ապագայի մեքենաները կարող են նաև շփվել շրջակա աշխարհի հետ, օրինակ հետիոտների սմարթֆոնների միջոցով։ Հետիոտնի ընթացքին հետևելով, մեքենան կկարողանա կողմնորոշվել, թե որ կետում պիտի կանգնի, որպեսզի հետիոտը նստի մեքենա։ Ըստ փորձագետների, անվտանգ եւ մատչելի ինքնավար մեքենաները միջին սպառողին հասանելի կլինեն 4-ից 5 տարվա ընթացքում։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։